Շփման գծում լարվածությունը չի նվազում, ամեն օր հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր են գրանցվում։ Ըստ ձեզ ինչի կհանգեցնի այս իրավիճակը եւ արդյոք Ադրբեջանի ուզածը պատերազմ է։ Ես կարծում եմ, որ ավելի ճիշտ Ադրբեջանը ուզածը ոչ թե պատերազմ է, այլ ինչ որ ուրիշի ուշադրությունը գրավել իր խնդիրների վրա։ Ինչի այսպիսի մանր մոնոր դիվերսիոն գործողություններ, որտեղ իր զինվորները ավելի շատ են զոհվում, իրենք ավելի շատ վնասներ են գրում, քան հայկական կողմը։ Իմիջիալոց նաև կարող եմ ասել, մեր մեկ զինվորը իրենց ամբողջ բանակի արժեք ունի իմ համար, սա առաջի հերթին, դրա համար իրենց վնասների չափը ես այդքան կարևորություն չեմ տալիս, ինքը հերթական խեղգատակությունն է, հերթական պատմությունն է, ուրիշ բան չեմ տեսնում այստեղ։ Եթե շատ համահանեն, ես կարծում եմ, որ հայկական բանակը պետք է շատ ավելի ուժեղ հարված տա ու հասկացնե, որ հերիք է արդեն սահմանը անցնում եք։ Եթե զինադադար է, զինադադար է, եթե պատերազմ է, ուրեմն պատերազմ է։ Երեք ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը միջազգային հանրության ուշադրությունն է գրավել, այս անգամ շեշտելով, որ պետք է պատժամիջոցներ կիրառվեն Հայաստանի նկատմամբ։ Արդյոք սա ինչ է նշանակում, ինչ է ուզում ցույց տալ դրանով Ադրբեջանը, թե Հայաստանին, թե միջազգային հանրությանը, թե իր ժողովրդին։ Ես մի կողմից ենթադրում եմ մեր դեսպանատան անկորձ մնալու վիճակը եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի, ինչի՞ չէ, չմոռանանք երբեք Ադրբեջանի մեծ աղբորը Թուրքիային, այդպիսի բաներ անում են, որ իրենք միշտ ճնշված են, նեղված են, իրենց երկիրը օկուպացված է, այնտեղ պատերազմական ոճիրներ է քնում, չեմ գիտեր ինչ է քնում, պատմություններ է, թե այդ պատժամիջոցները ինչի պիտի հանգեցնեն, ինչ ծևի պատժամիջոցների մասին է, ես չեմ կարող ասել, առանց դրա էլ երկրի մի մասը ադրբեջանական սահման է, որ բոլորս գիտենք, փակ է, միշտ մեծ մասը ամբողջ երկարությամբ եւ Նախիջևան է, եւ Թուրքիա է, որը փակ է, ունենք Պարսկաստանը, որը կարելի ասել կիսով չափ փակ է, քանի Պարսկաստանը այդքան ինչ որ մեր համար այդ սահմանը չէ, որ կարողանանք հանգիստ շնչել, այսինքն թեպիցով ճանապարհ կամ ինչ որ մենք ուզում ենք, պատժամիջոց էլ ինչ ավելի այս ժողովրդին պատժամիջոցը էլ ինչ ավելի ծանր պիտի լինի, քան մեր իշխանությունները ու մեր իշխանությունների թույլ քաղաքականությունը, որը հանգեցնում է եւ երկրի թաթարկվելուն, երբ տնտեսությանը անկմանը եւ օլիգարխիայի այսպես զարգանալը, ավելի մեծ պատիժ ենք ուզում Ադրբեջանը, չգիտեմ ինչ կարող է ենթադրել։ Ինչպես որ միշտ շեշտվում է, Արցախը պետք է բանակցություններին որպես կողմ անպայման մասնակցի, ու սա պատմական փաստ է, Արցախը միշտ եղել է հայկական, մնալու է հայկական։ Ես կարծում եմ, մեր նախագահը պիտի այդ դիրքորոշումը անպայման շեշտե ու ասե։ Իմ կողմեն ես ասում եմ ոչ մեկ զիջում։